Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել մի յուրահատուկ պատմություն, որն արժանի էր ֆիլմ կամ գիրք դառնալու, բայց դեռևս դրան չի արժանացել։ Գիտեք, խոսքը մի մարդու մասին է, ով լրիվ վերաիմաստավորում է այն, ինչ մենք հասկանում ենք խիզախություն ասելով, ընդ որում ամենախավար ու դժվար ժամանակներում։ Պատկերացրեք, նա մենակ դեմ դուրս եկավ մի ամբողջ կայսրության, մի իսկական մահվան մեքենայի, որպեսզի հազարավոր կյանքեր փրկի, բայց ամենազարմանալին ինչն է, նրա անունը այսօր գրեթե ոչ ոքի հայտնի չէ։ Դե ինչ, եկեք միասին հասկանանք, թե ինչպես այս անհավանական պատմությունը տեղի ունեցավ։ Եվ այսպես այս պատմությունը կարծես իսկապես մի չգրված սցենար լինի։ Վստահ եմ գրեթե բոլորդ լսել եք Օսկար Շինդլերի մասին, չէ՞։ Բոլորս գիտենք, թե ինչպես նա փրկեց մոտ 1200 հրեաների։ Հրաշալի է, բայց մինչ ամբողջ աշխարհը ճանաչում է Շինդլերին, արի ու տես, որ գրեթե ոչ ոք տեղյակ չէ օսմանյան մի սպայի մասին, ով արեց ճիշտ նույն բանը, ընդ որում դրանից ուղիղ 25 տարի առաջ, 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ։ Նրա անունն է Ջեմիլ Բահրի Քունե։ Ուղղակի անհավատալի է, որ այսպիսի հսկայական պատմական ժառանգությունը կարող է այսքան անտեսված մնալ։ Իսկ ընտրությունը, որի առաջ նա կանգնած էր, բառացիորեն կյանքի և մահվան հարց էր։ Որպեսզի իրոք հասկանանք, թե ինչ մասշտաբի խիզախության մասին է խոսքը, եկեք մի պահ վերադառնանք այն ժամանակվա իրականություն։ Պետական հրամանը շատ հստակ էր ու դաժան։ Ցանկացած մուսուլման, ով կհամարձակվեր թաքցնել կամ օգնել որևէ հայի, միանգամից կենթարկվեր հրապարակային մահապատժի, իսկ նրա տունը պարզապես կվառեին։ Այսինքն անգամ մեկ մարդու ձեռք մեկնելը նշանակում էր սեփական մահկանացուն կնքել։ Բայց Քունեն նա լսեց իր խղճի ձայնին, այլ ոչ թե այդ անմարդկային հրամանին։ Լավ, իսկ ով էր իրականում այս մարդը։ Ջեմիլը ծնվել էր 1892 թվականին Հալեպում քրդական ու արաբական արմատներ ունեցող ընտանիքում։ Ավելի ուշ նա ավարտում է ռազմածովային ակադեմիան և արդեն 1915-ին նշանակվում է Բիրեջիկի նավաշինարանի ղեկավար։ Այստեղ կառուցվում էին շատ կարևոր ռազմական տրանսպորտային նավեր Օսմանյան բանակի համար։ Ու հենց այս պաշտոնն էր, որ նրան տվեց այն կենսական եզակի լծակները, որոնք նա կօգտագործեր կյանքեր փրկելու համար։ Եվ այդ նավաշինարանը կարճ ժամանակում վերածվեց իսկական փրկության կղզյակի։ 2000 դուք պատկերացնում եք այս թիվը, հենց 2000 մարդու կարողացավ Քունեն դուրս քաշել անխուսափելի մահվան երթերից, որոնք տանում էին ուղիղ դեպի Սիրիական անապատ։ Սա ուղղակի ապշեցուցիչ թիվ է։ Իսկ հիմա կհարցնեք, բայց ինչպես հաջողվեց։ Նա շատ հանճարեղ մի հնարք էր մտածել։ Երբ հայ գաղթականները հասնում են Եփրատի ափերին, Քունեն պարզապես աշխատանքի էր ընդունում նրանց։ Նա գրանցում էր մարդկանց որպես դարբիններ, ատաղձագործներ, քարտաշներ և նույնիսկ դերձակներ։ Պաշտոնապես նա հայտարարում էր, թե իբր այս մարդիկ խիստ անհրաժեշտ աշխատուժ են իր ռազմական նավաշինարանի համար։ Տեսնում եք, նա օգտագործում էր զինվորական բյուրոկրատիան նրանց կյանքը փրկելու համար։ Փայլուն, բայց իհարկե չափազանց վտանգավոր քայլ։ Պարզապես պատկերացրեք այդ սարսափելի կոնտրաստը։ Մի կողմում անմարդկային մահվան երթերն են, իսկ ճիշտ կողքին Եփրատի ափին Քունեն անվտանգության վրաններ է կանգնեցրել։ Ամբողջ ընտանիքներ, մեծ մասամբ այն թափ քաղաքից, իրենց ապաստանն ու փրկությունը գտան հենց այդ վրանների տակ։ Այս հազարավոր մարդկանց հետևում իհարկե կան շատ խորը անձնական պատմություններ։ Եկեք ծանոթանանք նրանցից մի քանիսի հետ։ Օրինակ, Տիգրանուհի Գյուլիզյանը 22 տարեկան մի երիտասարդ աղջիկ հայտնի հոգևորականի դուստ էր։ Աքսորի դժոխային ճանապարհին նա կորցրել էր հորն ու քրոջը։ Բայց Տիգրանուհին հասնում է նավաշինարան ու հանդիպում Քուննեին։ Հետագայում նրանք ամուսնանում են։ Բայց ամենակարևորն այն է, որ վերապրելով այս արհավիրքը, Տիգրանուհին ոչ միայն փրկվեց, այլև դարձավ ամուսնու գլխավոր ոգեշնչողը, անընդհատ համոզելով նրան ավելի ու ավելի շատ մարդկանց փրկել իր հայրենի այն թափից։ Կամ վերցնենք Հակոբ Մուրադյանին։ Նա այն թափի ամենատաղանդավոր ու հայտնի լուսանկարիչներից էր։ Ինչ է անում Քունեն, նրան պաշտոնապես գրանցում է որպես ատաղձագործ նավաշինարանում, և դրա շնորհիվ Մուրադյանը խուսափեց Դերզորի անապատի մղձավանջից։ Հասկանում եք, նման մարդկանց փրկելով Քունեն փրկում էր ոչ միայն ֆիզիկական մարմիններ, այլև պահպանում էր մի ամբողջ մշակույթ, արվեստ ու հարուստ պատմություն։ Բայց ինչպես ստացվեց, որ այսպիսի անհավանական հերոսը մոռացվեց ժամանակի ընթացքում։
Գիտեք, պատերազմի ավարտից հետո պատմությունը շատ կտրուկ, նույնիսկ հեգնական շրջադարձ է ստանում։ Երբ դաշնակից ուժերը սկսեցին փնտրել ու դատապարտել ջարդերի պատասխանատուներին, Քուննեն, որպես օսմանյան բանակի սպա, ավտոմատ կերպով հայտնվեց նրանց թիրախում։ Բայց գուշակեք, թե ինչ եղավ հետո։ Այն հայերը, որոնց նա փրկել էր, չլռեցին։ Նրանք միավորվեցին, սկսեցին նամակներ գրել և բացահայտ պաշտպանել ու արդարացնել իրենց փրկչին։ Այս հրաշալի աջակցության շնորհիվ Քուննեն ու Տիգրանուհին մնացին Հալեպում, ունեցան 4 երեխա և ապրեցին խաղաղ, հանգիստ կյանքով։ Շատ տարիներ անց 1986 թվականին ի դեպ Քուննեն արդեն մահացել էր դեռևս 67-ին, իսկ երբ Տիգրանուհին մահացավ, նրա հոգեհանգստի ժամանակ հնչեցին այս շատ ազդեցիկ խոսքերը. «Հայ ժողովուրդը չի մոռանում իր անկեղծ ընկերներին, մենք հարգանքով ենք հիշում այս զույգին, սա պարզապես խոսքեր չեն, սա այն խորը, անկեղծ երախտագիտությունն է, որն ապրեց ու փոխանցվեց սերունդների միջով»։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են մեր աղբյուրները, այս պատմությունն ունի նաև մեկ այլ կողմ։ Ըստ աղբյուրների, ժամանակակից Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականության պատճառով Ջեմիլ Քուննեի պես մարդկանց անհավանական պատմությունները պարզապես անտեսվում են։ Պետական մակարդակով դրանք լիովին դուրս են մնում դասագրքերից, գրականությունից և պաշտոնական պատմությունից։ Եկեք մեր այսօրվա բացատրական նյութը եզրափակենք մի շատ կարևոր, նույնիսկ հռետորական հարցով։ Եթե պատմությունը մոռանում են նրանց, ովքեր վտանգում են ամեն ինչ հանուն ճշմարտության և արդարության, ապա ինչպես են ապագա սերունդները սովորելու լինել խիզախ։ Ջեմիլ Բահրի Քուննեի արարքը միգուցե մնում է չգրված սցենար, բայց հիմա դուք արդեն գիտեք այս պատմությունը։ Մեր բոլորի պարտքն է հիշել և կիսվել նման լույսի շողերով։ Շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար։